Հարգելի հեռուստադիտողներ, եթերում Արարատյան խոհանոցն է, բարև ձեզ։ Շատ շնորհակալ եմ եւ ուրախ, որ հետեւում եք մեր հաղորդումները։ Շատ ուրախ եմ, երբ որ արձագանքում եք։ Բարեկամներ, ձեր բոլոր արձագանքները, ձեր բոլոր խորհուրդները մեզ համար օգտակար են։ Շարունակեք այդպես լինել ակտիվ մասնակիցը մեր հաղորդման, չէ՞ որ մեր հաղորդումը հենց ձեզ համար է։ Հարգելի հեռուստադիտողներ, դուք արդեն ճանաչեցիք, մեր հյուրը ձեզ քաջածանոթ Յուրա Սարգսյանն է, հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպության խորհրդի անդամ, ծաղկունք հյուրատան տնօրեն եւ ավագ խոհարար, բնականաբար մեր լավ ընկեր։ Ողջույն Յուրա։ Ողջույն, բարեկամներ, շատ լավ, շնորհակալություն։ Տրամադրությունը բարձր է։ Իհարկե։ Ինչ ենք պատրաստելու Յուրա ջան։ Այսօր պատրաստելու ենք խեզգետնի կոլոլակ։ Խեզգետնի պոչիկներից կոլոլակ, այո, խեզգետնի։ Ինչպես ենք անում։ Այ ես նախնական զրույցի ժամանակ դու ասացի, որ ամեն ինչ բացառապես ձեռքով ենք անելու։ Այո, ամեն ինչ ձեռքով ենք անելու, ոնց որ արել են նախնիկ, այո։ Անենք։ Մենք վերցնենք խեզգետնի արդեն մաքրած պոչիկների։ Եվ կոլոլակենք այս ամենը։ Կոլոլակենք, առաջ ինչպես գավառում։ Ոչ միայն գավառում, այլ ընդհանրապես։ Ես ուզում եմ ուղղակի առիթից օգտվել եւ մեր հեռուստադիտողներին ուղղակի հուշել, բարեկամներ, կոլոլակը կամ ծեծված միսը միշտ հիշեք, դա բացառիկ հայկական երևույթ է, բացառիկ։ Ինչը ծեծելու մենք այսօր կծեծենք հավանգում, առաջ միսը քարի վրա են ծեծել, այսպես։ Մենք արդեն կծեծենք հավանգով, որ խնդրեմ, երևի դուք մի հատ սոխ կտրտեք։ Սոխ կտրտեք։ Համանելու համար ես աղով հեսա կսկսեմ արդեն ծեծել։ Այսքանը բավական է Յուրա։ Թե ամբողջը։ Չէ, բավական է։ Սխտորի մասին էինք խոսում, սխտորը նույնպես, այո։ Երբ որ քեզ հարկավոր կլինի, կարող ես օգտագործել։ Մի կոնյակ կամ օղի։ Կոնյակ։ Եվ խնդրեմ, կարող եք ավելացնել։ Արդեն սոխ եւ սխտոր։ Ինչ ես կասելյան դնել ջուրը։ Ջուրը խնդրեմ։ Յուրա, ուզում եմ, որ դու մեր հեռուստադիտողներին հուշես։ Այ շատ են ինձ հարց տալիս, կոլոլակ պատրաստելիս ջուրը եռացրած պիտի լինի թե ոչ։ Եռացող ջրի մեջ պիտի գցենք թե ոչ։ Ես ասեմ, որ միշտ ինչքան պատրաստում եմ, ես աշխատում եմ եռացրած ջրի մեջ ցել կոլոլակը, ինչի համար ասեմ, որպեսզի կոլոլակի մեջի համերը դուրս չգա շտապ կեղևապատվի։ Այո, շտապ կեղևապատվի եւ իր համը չտա ջրին։ Քանի որ մեզ արգանակ պետք չի դրա համար, ջուրը կեռացնենք։ Շատ լավ հասկացանք, շատ հասկանալի լեզվով, շատ լավ եւ ամենակարևորը, որ հիմնավորված բացատրեց Յուրան։ Ջուրը արդեն կարծես տաքացել է։ Ջրին ավելացնում ենք մի թեթև աղ։ Ահա։ Ձեռքերս թրջան, որպեսզի չկպչի, իր չողականությունը արդեն։ Այո, կպչողականությունը արդեն պարզ է։ Եվ կանենք փոքր գնդիկներ, գցենք ջրի մեջ։ Կոլոլակներ։ Ահա, ստացվեց 5 փոքր կոլոլակներ։ Վերջ, Յուրա ջան, մենք ունենք ասելիք մեր հեռուստադիտողներին, քանի րոպե պիտի խաշվի, ինչ պիտի անենք։ Մաքսիմում մոտավորապես 20 րոպե։ 25 րոպե, 5 րոպե ես կավելացնեմ։
20 րոպե 25 րոպե։ եւ ուտեստը պատրաստ է։ Պատկերացնում եք 20 րոպե այս հրաշք ուտեստի համար, այնքան էլ մեծ ժամանակ չէ։ Մենք կսպասենք մեծ սպասելիքներով եւ մեծ հույսերով։ 25 րոպե հետո կհանդիպենք եւ միասին կվայելենք այս ուտեստի։ Կուզենայի ավելացնել, որ իր հետ կարել էր ինչ-որ խավարդ եւ ցանկալի կլիներ սպանախով եւ սնկով։ Ցանկալի կլներ։ Այո։ Եթե ցանկալի կլներ կանենք, բայց պատրաստ լինի նոր խավարտը պատրաստենք, թե հիմա խավարտ պատրաստ կլինի խավարտը շտաբ երկու արագ է պատրաստում, հենց պատրաստ կլինի, մենք ինչևէ 20 րոպե հետո կհանդիպենք Յուրա։ Տեղ չգնաս Յուրա։ պատրաստել Քաշենք մի կողմ, կողքիև։ Պատրաստենք խավարտը։ Ինչ է հարկավոր խավարտի համար։ Խավարտի համար մեզ հարկավոր է ագարիկոն տեսակի սունկ, Եվ շամպինյոն եւ մատղաշ սպանախ։ եւ սպանախ։ Լավ տաքանալուց հետո Անպայման։ ձեթը դաղում ենք։ Չեմ հուշում ես Յուրային, Յուրան ինքը գիտի այդ ամենը։ Որպեսի կեղևա պատվի, սննդային արժեքները դուրս չգա իր մեջից, Ապրեստի։ արդեն գրեթե լավ տաքացել է։ Եթե գրեթե լավ տաքացել է, մենք լավ սնկերը դնենք տապակվի։ Դու սունկը որ տապակում ես, որն ես գերադասում շատ այսպես չորացնել, հյութազրկել, թե այդպես։ Չէ, թեթև իրան տապակել, Թեթև ասում են վախեցնենք, չէ՞։ այո։ Բոլոր կողքերը կեղևապատենք։ Յուրա, ես ուզում եմ հիշենք այն ծրագիրը, որ իրականացրինք Ռոսիա 2 ալիքով Яз Продի Яդի, այդպես հաղորդում արեցինք, չէ՞, օգնեցինք մեր։ Այո։ Եվ հետաքրքիր էր բարեկամներ, որ Յուրան պատրաստեց երկար տոլմա։ Քանի մետր էր Յուրա։ Մեկ տոլման երկարությունը 10 մետր էր, Ահա։ 10 մետրանոց տոլմա պատրաստեց։ ռեկորդային ցուցանիշ գրանցվեց։ Ու ասեմ, եւս մեկ անգամ ապացուցեցինք, որ ամբողջ աշխարհով տոլման, որը եւ հայկական է, ոչ թե կարող ենք պատրաստել Փոքր կտորներով։ փոքր կտորներով, նաեւ կարող տոլման պատրաստենք մի տոլման, որ 10 մետր լինի։ 10 մետր Որը լինի։ ուրիշ պետություններում եւ ուրիշ երկրներում դա բացառվում է։ Բարեկամներ, եկեք ոչ թե քյաբաբը մետրով հաշվենք ու ճաշակենք, այլ տոլման ավելի հայեցի կլինի եւ ավելի համեղ եւ ավելի օգտակար։ Ավելացնում ենք սպանախը։ Մենք նաև հիշեցնենք մեր հեռուստադիտողներին, բարեկամներ, որ այն ինչ անում ենք մեր կազմակերպությունով, այսինքն այդ տոլմա եւ երկար տոլման, սա պիտի մենք ամրագրենք հենց հարմար պահ ունեցանք, իսկ հարմար պահը գիտեք, դա մի քիչ ֆինանսական այսպես խնդիրների հետ է կապված, մենք նաև դիմելու ենք Գինեսի ռեկորդի այդ չգիտեմ ինչ կազմակերպություն է, բայց կդիմենք, բարեկամներ, մենք հետամուտ ենք լինելու այդ ամենը եւ դիմելու ենք Գինեսի ռեկորդ ամրագրող այդ կազմակերպությանը եւ որ նշվի որ թփով տոլման, իսկական տոլման ամենաերկարը պատրաստում են հայերը եւ այդպես էլ պիտի լիներ, ելով պիտի պատրաստեն, եթե ոչ հայերը։ Ահա, սպանախին մի քիչ աղ ավելացրեց Յուրան, մի քիչ կծուպղպեղ,
Ավելացնենք աղացած կարմիր պղպեղ։ Եվ մեր խավարտը արդեն պատրաստ է։ Շատ լավ, շատ լավ։ Տեսեք, ոչ մի այլ հյութ, ոչ մի այլ այդպես հյութ չի արտազատվում, ամբողջ սննդային արժեքները պահպանվեց եւ սնկի մեջ եւ սպանախի մեջ։ Թարմ, գեղեցիկ, Ցանկության դեպքում կարող ենք ավելացնել կարագ։ Մենք ունենք այդ ցանկությունը։ Ունենք։ Հիմա ամեն ինչ ցանկանում ենք։ Այս հիանալի ուտեստը տեսնելիս ամեն ինչ պիտի ցանկանանք։ Փոքրիկ կարագ։ Եվ մեր խզգետնով Բուրմունքը արդեն պատրաստ է։ Բուրմունքը բարեկամներ ուղղակի գերող բուրմունք ունի։ Լավ, Յուրա ջան, ես ուզում եմ դու եւ ներկայացնես եւ քո առաջարկը, քո հորդորը, քո հղումը մեր հեռուստադիտողներին, խնդրեմ։ Մեր հեռուստադիտողներին իմ առաջարկը, խնդրանքը արդեն Հայաստանում շատ են դուր ընկալում մեզ արտասահմանից, տարբեր պետություններից, միշտ իրանց զարմացնենք մենք մեր հայկական խոհանոցով։ Ճաշակեն մեր հայկական խոհանոցը եւ համոզվեն եւս մեկ անգամ, որ ինչքան հարուստ է մեր հայկական խոհանոցը, ինչքան բաներ կա, որ կարող են նաեւ դուր գալ մթերքներից, այո, ծովամթերքներից պատրաստել այնպիսի բաներ, որպես բարեկամներ անսանք Յուրայի խորհուրդներին եւ մեր երկիր այցելած յուրաքանչյուր այցելուի դիմավորենք նախ լավ տրամադրվածությամբ, լավ ժպիտով եւ հյուրընկալենք, հյուրասիրենք մեր ազգային ավանդական ուտեստները։ Ձեր անունից ուզում եմ եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Յուրային եւ ցանկանամ, որ ինքը ինչպեսին կա, այ ինչ որ արտահայտեց, այդպեսին էլ լինի, դեռ ավելին իր շուրջ հավաքված այն երիտասարդներին, ում սովորեցնում է, սովորեցնի հենց այդ նույն ոգով։ Շնորհակալություն Յուրա, ապրես դու։ Հարգելի հեռուստադիտողներ, այսօրվա համար պատրաստել ենք այսքանը։ Ես նշեմ, որ ուտեստը համարվում է հիմնական ուտեստ, մատուցել պետք է 65-ից 70 աստիճան ջերմությամբ եւ ճաշակել կարմիր անապակ գինով։ Ինչ գինով մենք հետո կնշենք։ Այսքանն էր, որ այս սրտասավությամբ պատրաստեցինք, ես ուզում եմ, որ մենք լինենք միշտ միասին, ուզում եմ, որ լինենք համառ եւ նպատակասլաց։ Ապագան մերն է լինելու եւ հաղթանակը մերն է լինելու։ Ստեսյուն բարեկամներ։ Խեցգետնի կոլոլակ, խեցգետնի պոչիկներ 500 գրամ, սոխ 40 գրամ, սխտոր 1 բջեղ, կոնյակ 50 միլիգրամ աղ, խավարտը սունկ 100 գրամ, սպանաղ 20 գրամ, ձեթ 30 գրամ, աղ, պղպեղ, բարեախորժակ։